Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց բոլոր հոգևոր օրհնություններով, երկնային տեղերում Քրիստոսով, ինչպես մեզ նրա մեջ ընտրեց աշխարհի հիմնումից առաջ, որպեսզի մենք սիրով, սուրբ և անարատ լինենք նրա առջև։ Եփեսացիների 1:3-4 խոսքեր։ Սուրբ գրքի այս հատվածը ինձ մոտ գլխապտույտ է առաջացնում։ Ամեն անգամ, երբ կարդում եմ այս համարն ու ուզում եմ պատկերացնել այն, ինչ այստեղ գրված է, ես հուզվում եմ։ Հասկանում եք, թե ինչի մասին է այստեղ գրված։ Աշխարհի ստեղծումից առաջ Աստված մեզ ընտրել է Քրիստոսում։ Այսինքն աշխարհը դեռ չկար, մեղքը դեռ գործված չէր, բայց Աստված արդեն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ մտածել էր, ամեն բան որոշել ու ծրագրել էր։ Աստված արդեն այն ժամանակ էր տեսնում մեղավորին, ինձ ու ձեզ, Քրիստոսը այդ երկիր իջնելու որոշումը կայացրեց, ինչպես գրված է Սուրբ գրքում. «Ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ով Աստված»։ Իսկ դրա էությունը հետևյալն է. նա ընտրել է մեզ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առջև։ Այստեղ իսկույն այլ հարցել է ծագում, ինչպես հասնել դրան, և հնարավոր է ընդհանրապես հասնել։ Հիմա երևի հասկանում եք, թե ինչու է Սուրբ գրքի այս հատվածը այդքան տպավորում ինձ։ Իսկ ձեզ հանդիպել են նման հատվածներ, որոնք տակնու վրա են արել ձեր բանականությունը։ Այդպիսիք Աստվածաշնչում շատ են։ Այսպիսով Աստվածաշունչը մեր առաջ բացում է իրականությունը, յուրաքանչյուր բառ ծայրաստիճան կարևորություն ու նշանակություն ունի, որովհետև դա Աստծո խոսքն է, իսկ նա խոսքերը քամուն չի տալիս։ Այս տեքստը անցյալի, ներկայի և ապագայի լույսի ներքո նշանակում է հետևյալը. Առաջինը, Աստված ընտրել է մեզ, այսինքն մենք ընտրված ենք Հիսուս Քրիստոսում, բայց մենք ոչ միայն նրանում ընտրված ենք, այլև նրանում սուրբ և անարատ ենք։ Ամեն անգամ, երբ այսպիսի տեքստերի եմ հանդիպում, հիշում եմ Եբրայեցիների 10-րդ գլուխը, որտեղ ասում է. «Դրա համար էլ նա աշխարհ մտնելիս ասում է. զոհ և ընծա չուզեցի, այլ ինձ մի մարմին պատրաստեցի, ողջակեզների և մեղքերի համար եղած պատարագներից չհավանեցի, այն ժամանակ ասացի. ահա գալիս եմ»։ Գրքի հատորի մեջ ինձ համար գրված է. «Քո կամքը կատարելու, ով Աստված»։ Նրա կամքով մենք էլ սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնին մեկ ընդմիշտ պատարագվելով, որովհետև մեկ պատարագով հավիտյան կատարյալ դարձրեց նրանց, որ սրբվեցին, այլ կերպ ասած, Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ մենք կատարյալ ենք հավիտյան։ Ինչ կասեք, միթե ձեր գլուխն էլ չի պտտվում։ Երկրորդ, կատարյալ դարձրեց նրանց, որ սրբվեցին, ու թեև այստեղ մենք ավարտուն գործողություն ենք տեսնում, այնուամենայնիվ նա շարունակում է մեզ վրա աշխատել, բայց հավիտենություն մտնելուն մենք Հիսուս Քրիստոսի մեջ պատրաստ ենք, և հենց այն զորությունը, որ հարություն տվեց Հիսուս Քրիստոսի մեռելներից, փոխում է մեր բնությունը, մեր